Բոլորիդ բարի երեկո, սկզբից կուզենայի շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր վերջի սյուժեի տակ այդքան կոմենտներ են թողել, հիշեցնեմ, որ հրապարակում նկարած սյուժեն հավաքել է համարյա 26000 լայք մեկ օրում, համարյա 1500 կոմենտ, շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ, փորձում եմ գոնե մի հատ սրտիկ թողեմ, որպեսզի դուք տեսնեք, որ ես կարդում եմ ուշադիր այդ կոմենտները եւ շատ ուրախ եմ, որ այսպեսի ջերմ խոսքեր եք դուք գրում, այդ կոմենտները, այդ լայքերը, այդ ռեպոստները ինձ ուժ են տալիս, դա է իմ աշխատավարձս, եւ դա չլինի, ինձ թվում է չեմ կարող ամեն օր դուրս գամ, գրեմ կամ ինչ-որ պոստեր տեղադրեմ։ Այսօր շատ կարևոր թեմա ունենք, արդեն երկրորդ օրը Հայաստանի տարածքով ընդհանրապես համացանցում մենք տեսնում ենք, որ հայտնի պրոդյուսեր Ռուսաստանից Մաքսիմ Ֆադեևը եկել է այստեղ հոլովակ նկարել, հա, Արման Հովհաննիսյանի հետ, ու մենք երևի գիտեք, որ իր հետևորդները շատ են եւ Ռուսաստանը, որը ուզում է ճնշի մեզ վրա, մեր ձեռից բռնած որոշումը ում պետք է մենք ձայն տակ, ամեն ինչ անում է լավ մարդկանց վրա ցեխա շպրտում, այս ձևի մարդկանց գումար է տալիս, ասում է գնա, ասա որ հայ ազգը, այսպես ասած, վիլիկի նարոդ, տենց ասել է Մաքսիմ Ֆադեևը, դիմել է հայ ժողովրդին, որ վիլիկի նարոդ եւ ռուսը եւ հայը միշտ մինտեղ քայլում են, ես արդեն ռուսերեն նկարեցի սյուժե եւ գցեցի իմ ռուսական էջս եւ այդ խմբերը, որը կպցրած են ռուսական էջից, հայերին կզվենայի ձեզ համար դա անել այս էջում։ Տեսեք, երևի Մաքսիմ Ֆադեևը մտածում է, թե մենք բոլորս խլագար ենք, բայց մենք Հայաստանում շատ լավ գիտենք, որ 2022 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, երևի դուք հիշում եք, որ համարյա 250 մենք հերոս կորցրեցինք, ովքեր սահմանում կայնած են եղել, եւ այդ նույն Մաքսիմ Ֆադեևը մին բառ չի գրել, չի ասել Հայաստան ջան, հայ ժողովուրդ ջան, բայց ես վրա հարձակվել են ձեր տարածքների վրա, բայց դուք ունեք 250 զոհ, ցավակցում եմ։ Տեսեք ժողովուրդ ջան, շատ կարևոր է, նաև դուք էլ գրեք իր էջի տակ, ասեք Մաքսիմ Ֆադեև, բայց որ մեզ վրա հարձակվել են, լեզուդ կուլ ես տվել, քանի խոսք ես դու գրել, քանի անգամ ես դու աջակցել Հայաստանին, ինչ խոսքեր ես դու թողել մեր էջերի տակ։ Եվ ոչ թե մենակ Մաքսիմ Ֆադեև, այլ ոչ մի ռուսական երգիչ Պորնիկ Կիրկորովից սկսած, որը ում շատ է սիրում Էթերի Կարապետյանը, մինչև բոլոր երգիչները, այնպես որ թքած ունենք եւ Մաքսիմ Ֆադեևի երգերի վրա եւ իր հոլովակի վրա եւ մանավանդ իր խոսքերի վրա։ Բայց ուզում եմ ցույց տամ այս աղջկան, հիմա ում մենք տեսնում ենք, այդ աղջկա անունը Տինա Կարել, ուկրաինական երգչուհի է։ Տեսեք, այս աղջիկը Մաքսիմ Ֆադեևի նման փող չի վերցրել, եկել ստերա փչում, առանց գումար, առանց կաշառք։ Եվ բացի դրանից ինքը հրաժարվել է իր համերգը տանի Բաքուում, այսինքն ինքը այդ վաղ պետքա Բաքու քաղաքում համերգ տաներ, ինքը հրաժարվել է այդ համերգից ու աջակցել է հայ ազգին, հայ ժողովրդին։ Ես ուզում եմ հիշեցնեմ մեր հայ ժողովրդին, պետք չի լայքեր դնել ռուսական երգիչների պոստերի տակ կամ էլ Մաքսիմ Ֆադեևի ռոլիկի տակ գրել շնորհակալ եք Մաքսիմ Ֆադեև։ Ամեն հայ եւ հայուհի պետք է մտածի դրա մասին, որ համարյա 250 մենք զոհ ենք ունեցել, այդ մարդիկ ցավակցություն չեն հայտնել։ Շնորհակալ եմ Տինա Կարելը, ով մեզ աջակցել է եւ գրել է, ցավակցել է։ Շարունակեմ նույն Մաքսիմ Ֆադեև, ով ասում է արմյանսկի նարոդ, վիլիկի նարոդ եւ ռուսը միշտ մեզ հետ մեզ գնահատել է այդ ձևի, այդ նույն ռուս ազգը, այս մարդուն, ում հիմա մենք տեսնում ենք, այս մարդու անունը Հրաչ Հարությունյանն է, սա հենց դες մի հատ տղամարդ չէ, հայ տղամարդ է, չէ, կին ունի, երեխա ունի, եղբայրներ ունի, հարևան ունի, այս մարդուն երբ այս խալաթի մեջ հագցրել է Ռուսաստանը, ռուս ազգը եւ հայտարարակ արել սա հերոստատեսությունով, ինչի մասին է մտածել նույն Մաքսիմ Ֆադեևը, մի հատ գրառում թողել է իր էջում, որ ամոթ է, այդ հայ ազգը մեր եղբայրներն են, այս ինչի եք սենց հայտարարականում այս տղուն։ Գուցե այս մարդիկ գիտեն, թե մենք խելագար ենք, ընտրություններից 10 օր առաջ եկել ես մեզ ինչ ես պատմում, որ դու ձեր ազգը մեր հանդեպ շատ լավ է վերաբերվում, հա։ Իսկ նույն ռուսը, ռուսները, Ռուսաստանը կամ էլ Մաքսիմ Ֆադեևը ուր են եղել կոնկրետ Մաքսիմ Ֆադեևը ինչ ա գրել իր էջում, երբ Ավետիսյան ընտանիքը 7 հոգի, 7 անդամ սպանել է Պերմյակովը։ Մենք հիշում ենք, չէ՞, մենք ենք փողը տալիս այդ ռուսական վայրենի բազան Գյումրիում, մեր գումարներով, մեր հարկերով, իրաց աշխատավարձ են տալիս։ Մաքսիմ Ֆադեևը գրառում թողել է, որ չի կարելի մեր հայ ազգը, ում ինքը անվանում է իբր ճակետներում վիլիկի, դուք ոնց եք մտնում 7 հոգի դուք սպանել եք, այդ 7 հոգուց մեկը 2 տարեկան երեխա եղել, մեկն էլ 6 ամսեկան։ Այդ է ռուս ազգը եւ Մաքսիմ Ֆադեևի ազգը, որ 6 ամսեկան երեխուն քնած տեղը սպանում է։ Այս են իրանք մեզ համար։ Եվ մենք դա չենք մոռացել։ Երբ հայը հայուհին կոմենտներ ա գրում Մաքսիմ Ֆադեևի էջի տակ, դուք մեծ տղերք եք եւ մեծ աղջիկներ եք, եղբայրներ եւ քույրեր։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ այդ նույն տականքը Մաքսիմ Ֆադեևը մեզ չի ցավակցել այդ օրը, երբ սա Գյումրին եւ սա հայ ազգը լացում էր։
Ճիշտ եմ, չէ, եթե ճիշտ եմ, ուրեմն դուք պետք է ինձ աջակցեք, ասեք, რომ իսկապես ճիշտ ես ասում։ Եկեք ուղեք, եթե դուք իր էջի տակ բաներ եք գրում, ջնջեք ու նոր կոմենտներ գրեք, ասեք, երբ դուք սպանել եք այս մեր 7 հոգուն Ավետիսյան ընտանիքին, ուր է եղել Մաքսիմ Ֆադեև։ Մենք չենք մոռացել ոնց է ռուս ազգը կազմակերպել 99 թվականին սպանել Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին։ Գուցե դուք մոռացել եք, ես չեմ մոռացել։ Մենք բոլորս գիտենք, որ դա ռուսներ են եղել։ Նույն Մաքսիմ Ֆադեևը ցավակցել է մեր ազգին, ի՞նչ է գրել։ Ասել է, որ չի կարելի ուրիշի ազգի մեջ կազմակերպել դաշնակների ձեռով եւ Ղարաբաղցիների ձեռով սպանել այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում էին այս երկիրը։ Ուր է եղել այդ նույն ռուսական պրոդյուսերը։ Ուր է եղել նույն Մաքսիմ Ֆադեևը, ով ասում է, որ մենք великий армянский народ, երբ ռուսական հերոստատեսությունը խայտարակ էր անում մեր ազգը, ասում էր, որ իբր մեր ազգի մեջ մենակ կարող է լինի 3 հատ քույր, մենք հիմա տենում ենք այդ քույրիկներին, հա, Խաչատուրյան ազգանունով քույրիկներ, ովքեր սպանել են մի հատ կրիմինալ իրանց հորը, մինչ այլոց այդ աղջիկները սպանել են այն մարդուն, ով եղել է Եզրասի ընկերը։ Մի մոռացեք դրա մասին։ Facebook-ի ագենտ Եզրասի ընկերն է եղել։ Լավ, Ռուսաստանում ամեն օր ինչ-որ մեկը իր հորը, իր մորը սպանում են։ Դուք ինչի եք այս հայ ազգին խայտարականում, Խաչատուրյան, Սյոստրե Խաչատուրյան, խի չի կարելի գրել три сестры, չէ, օրինակ։ Գրում է Սյոստրե Խաչատուրյան, այսինքն խփում է հայ ազգին, դրանով մեզ ունիժատ անում։ Ոնց կարելի է հավատալ Մաքսիմ Ֆադեևին խոսքին, որ իբր ռուսը համարում է մեզ великий народ, եթե նույն ռուսը sense բաներ է անում։ Ոնց կարելի է հավատալ։ Եկեք մենք ուղեղը միանք մեր աշխատի էլի մեր ուղեղը։ Ես պատրաստ եմ ամեն օր ձեզ առավոտից երեկոյան հիշեցնեմ տենց բաներ, բայց դուք էլ պետք է մտածեք։ Դուք էլ պետք է ճիշտ վերաբերվեք այն մարդկանց, ովքեր մեր հանդեպ այս ձևի լկտի, հա, պահվածք են ցուցաբերում։ Հետո ինչ որ դու մեծ երկիր ես, ядерное оружие у нас есть, չգիտեմ ինչ, դա ինչ կապ ունի։ Շարունակենք։ Եթե ռուսը, ոնց ասում է Մաքսիմ Ֆադեևը, մեր հանդեպ վերաբերում է որպես великий народ, այդ ոնց հաստատում, որ 35 տարի սկինխեդները բրիտագալով են, հարձակվում են հայերի վրա, հա, հայ տղերքի վրա, հայ աղջիկների վրա։ Մենակ դրա համար, որ մեր մազերը սև գույնի է։ Ինչի են մեզ ատում Ռուսաստանում, ասում են Չեռնաժոպե։ Ինչի եք դուք այդքան հայ տղա սպանել։ Մենակ դրա համար, որ իրանք հայ են եղել։ Դուք քանի անգամ ես Մաքսիմ Ֆադեև գրել, որ հայ տղերքին մի սպանեք, սա ամոթ է։ Տենց բան չկա Ուկրաինայում, ոչ մի սկինխեդ չի սպանում հայերին, ու Ուկրաինայում ոչ մեկ մեզ չի ասում Չեռնաժոպե։ Եվ ամենակարևորը, երբ հայերը լայքեր են դնում Մաքսիմ Ֆադեևին, եղբայրներ եւ քույրեր, դու նստած լսում ես, որ Մաքսիմ Ֆադեևը ասում է, «Օ, вы великий народ, ռուսը եւ հայը քայլում են մեկ ճանապարհով, բայց եթե ռուսը քայլում է մեկ ճանապարհով, ինչի է ջերմուկը արգելել, ինքը Փաշինյանին չի խփում, ինքը մեզ է խփում, ինքը մեզ այնքան է ատում, որ մեր ձեռից բռնած ասում է, նայ, ես քո ջերմուկն էլ կարգելեմ, քո ձուկն էլ կարգելեմ, քո ծաղիկն էլ կարգելեմ, գազն էլ կկտրեմ քեզ»։ Այդ ազգը մեզ համարում է եղբայրներ, բայց եղբայրները հանդեպ ոնց են վերաբերում այս ձևի։ Եղբայրը, երբ դու ասում ես ինչ-որ մեկին եղբայր, իր լույսը, իր գազը կտրում ես, դուրը ջարդում ես, ասում ես եղբայր ջան, դու անելու ես նենց ոնց ես եմ ուզում, դուք ձեր եղբայրներին եւ քույրերին ձեռները կոտրում եք, ոտերը կոտրում եք, որ ասում եք եղբայր ջան, արա նենց ոնց ես եմ ասում, դա եղբայրի պահվածք է։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք այս բաների վրա ու պատասխան տվեք նենց, ոնց իրանք արժանի են, ու ոչ մեկից մի վախեցեք։ Ու ամոթ ռուսներին, ամոթ Վլադիմիր Պուտինին, որ դու այդքան մեծ երկիր ես, հարձակվել ես մի հատ փոքր երկրու վրա, որը որոշել է իր ճանապարհով գնա։ Չգիտեմ ով է ոնց վերաբերվում վարչապետի հանդեպ, ես շատ եմ իրան հարգում ու սիրում։ Ու տեսեք Փաշինյանի վիճակը, որ Փաշինյանի վրա հարձակվել է մի հատ մեծ երկիր, որը ունի ядерное оружие, որը ունի տեսինչ տարածք, չէ։ Այն հայը ով նեյտրալ է կամ քննադատում է վարչապետին, դուք չեք ամանչում, այսինքն մի հատ մեծ երկիր հարձակվել է այս տղու վրա, ինչ գումարներ է ծախսում, որ իր ոտի տակ քանդի։ Եվ դուք էլ, որ ասում ռուսը ասում է, подливаешь масло в огонь քո Facebook-ում, չես հասկանում ինչ է կատարվում, մի հատ մտածեք ինչ է կատարվում, մտածեք։